Բարի երեկո ձեզ, հայրենագիցներ, մենք երեկ ինչպես որ խոստացել էինք, այսօր երեկվա, ուրեմն հայացք Երևանից հաղորդումն ենք դիտում, ինչու հետաձգեցինք, որովհետև կուսակցական առումով երեկ մեր հաղորդումները գերհագեցած էին, մի քանի դրա համար որոշեցինք ձեզ չծանրաբեռնել, այսօրվա իմաստով ուրեմն տեղը լրացնել, այնպես որ հաղորդաշարը իր տեսքի ձևի և բովանդակության առումով մնում է նույնը և անփոփոխ, ուրեմն ամեն շաբաթ հաղորդումները կլինեն շաբաթվա մեջ երեքշաբթի ժամը 7-ին։ Հիմա հարցի բուն էությանն հասնենք։ Դուք ինչպես տեսնում եք, ճիշտ է, որ օրենքի ուժով դեռևս Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընտրարշավը մեկնարկ չի տրվել ընտրարշավին, բայց տեսնում եք ինչպիսի աժիոտաժ է և կուսակցություններ, շահերի խմբեր, ուրեմն, որովհետև շատ անգամ կուսակցությունները հանդես են գալիս որպես շահերի խմբեր և տարբեր խմբավորումներ պատրաստվում են ընտրություններին։ Ասեմ, որ ինչպես որ հասկանում եք, այս անգամ թեժ է լինելու, ավելին կասեի, շատ թեժ է լինելու։ Դրա համար մենք պետք է լինենք ավելի սառնասիրտ, ավելի կազմակերպված և աշխատենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հերթական, բայց ինչ որտեղ ճակատագրական այս ընտրությունները անցնեն նորմալ վիճակով։ Պարզ է, որ կան շահագրգիռ ուժեր, որոնք պիտի անպայմանորեն ծայրահեղացնեն վիճակը, գուցեև նախատեսեն հետ ուրեմն ընտրական զարգացումներ, բայց մինչև այդ կաշխատենք, որ մենք մեր կողմից հաստատ կաշխատենք, որ նորմալ ընտրությունների ընթացակարգ լինի և մենք կարողանանք նորմալ ընտրություններ անցկացնել։ Հիմա ինչն է հարցի մեխը։ Ուրեմն տեսեք ինչ կա, ըստ էության Հայաստանի քաղաքական ուրեմն կյանքի ոլորտը փաստորեն բաժանված է երկու մասի։ Մեկը ռուսասերների հայրենադավ և պետականաքանդ տեսակետն է, որտեղ հավաքվում են բոլոր նախկինները, չնայած իրենք անընդհատ խոսում են, որ նախկինների մասին խոսել պետք չի և այլն, բայց ես կարծում եմ, որ ճիշտ է, այն է ներկայացնել հարցերն այնպես, ինչպես կան։ Հիմա նախկինների մասին։ Ուրեմն սա ռուսական սեգմենտ է, բայց սա անօրինական հարստացած սեգմենտ է։ Դուք տեսնում եք, որ Հայաստանի ազգային հարստության ահռելի, ուրեմն կամ ինչպես ասում են առյուծի բաժինի, եթե ազգաբնակչության քանակի վրա անհատապես բաժանում ենք, հասնում է սրանց։ Սրանք հարստացել են կողոպուտով, թույլտվությամբ և անշուշտ ժամանակին Մոսկվայի խրախուսանքով։ Հիմա իշխանություն իշխանով է սրանց կարողացել ուրեմն ունեցվածքի հետ վերադարձ կազմակերպել, ինչ կանել պիտի շարունակի, մենք այդ բոլորը կտեսնենք, կամ էլ եթե մեղմություններ լինի, շատ բաներ չենք տեսնի, բայց բոլոր դեպքերում մենք պետք է ընդունենք, որ Հայաստանի ունևոր դասակարգը կամ մարդկանց խումբը բազմաքանակ չի, բայց որոշակի իմաստով ազգային կապիտալի, եթե դա կարելի ազգային անվանել, զգալի մասը իրենց մոտ է և սրանք պարզ է, որ ընտրությունները պիտի վերածեն աճուրդի։ Ուրիշ բան չգիտեն էլ, դուք այդ նոր դեմքերի մեջ վստահ եմ, որ երբեք նոր դեմքեր չեք տեսնի։ Սրանք բոլորը հայտնի են իրենց խարդախություններով, պետական պաշտոնների չարաշահումներով, բայց սրբի տեսքով խոսում են ազնվությունից, անկեղծությունից և նման բաներ։ Հիմա սրա մասին մենք կխոսենք և մենք չէ, որ խոսելու ենք, շատերն են խոսելու, բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Ուրեմն այս սեգմենտը դա է, սրանց նպատակը Հայաստանի պետականություն և հաջորդի ճակատագիրը ըստ էության ռուսական սայլին կապած պահելն է։ Հիմա այսպես վերցնենք, դժվար է հասկանալ իրենց հոգեբանությունը, ինչու են ուզում անպայման ժողովրդին օտար մի սայլի կապած բահել, երբ որ առիթ կա անկախ ազատ լինելու, պետականություն ստեղծելու և այլն և այլն։ Հիմա այս մասը այսպես։ Երկրորդ մասը անշուշտ գործող իշխանությունն է, այն ժողովուրդն է, որը հեղափոխություն է արել և այն քաղաքական կազմակերպություններն են, որոնք հիմնականում առաջացել են հեղափոխության հետ միասին, հեղափոխության ընթացքում այդ թվում նաև քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն է։ Եվ որոնց մեջ կան նաև նախկինից կուսակցություններ, որոնք քաղաքական պայքարի ճանապարհ են անցել, բայց հեղափոխության կողմն են անցել և պահպանում են հեղափոխության արժեքները,
ձգտումները, ցանկությունները։ Հիմա մեզ ինչ է պետք։ Այս ընդհանուր դրվածքի մեջ մեզ պետք է պարլամենտարիզմ։ Հիմա երկու փակագից բացեմ։ Ինչ է պարլամենտարիզմ։ Պարլամենտարիզմը խորհրդարանում, կոնկրետ խորհրդարանի մասին է խոսքը, քաղաքական կյանքի կազմակերպումն է տարբեր կուսակցությունների, շահերի խմբերի, խմբավորումների միջև բանավեճի, քվեարկության, շահերի բացատրության, շահերի հաշտեցման եւ բազմաթիվ այլ բաների վերաբերյալ։ Դա խորհրդարանականությունն է կամ պարլամենտարիզմն է։ Հասկանալի է, որ չի կարող խորհրդարանական կյանք լինել նորմալ իմաստով, նկատի ունեցեք, եթե խորհրդարանը ինքը համապատասխան կառուցված չունենա։ Ես ասել եմ, պնդում եմ, որ նորմալ խորհրդարանական կյանքը կազմակերպվում է եւ պարլամենտարիզմ ստացվում է այն պարագայում, երբ ուրեմն որոշակի թվով գոնե 3-4 կուսակցություններ տարբեր գաղափարախոսություններով, տարբեր ձգտումներով, բայց խաղաղ զարգացման պայմաններ հաշվի առնող բանավեճի ճանապարհով պետության կառավարման գործին կմասնակցեն։ Մեր դժբախտությունն ինչի մեջ է, որպես պետություն, որ առաջացել է 30-40 տարիների ընթացքում։ Մենք, այսպես ասեմ, ունեցել ենք պարլամենտ, չենք ունեցել պարլամենտարիզմ։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ եղել է երկու խումբ, գործող իշխանություն իր խմբով, դա միշտ եղել է, բնական է եղել է նրան հակադրվող ուրեմն երկրորդ բևեռը։ Մենք ունեցել ենք երկբևեռանի խորհրդարան, բայց խորհրդարանը նորմալ լինում է այն պարագայում, եթե երկու բևեռների կամ երկու ծայրահեղությունների արանքում մեջտեղը կենտրոնում ավելի շուտ առաջանում են եւ գոյություն ունեն ուրեմն կենտրոնամետ ուժեր, որոնք այս երկու բևեռների միջև հարաբերությունները կարգավորում են, համադրում են, իրար մոտեցնում են եւ կոնսենսուս են առաջացնում։ Նկատի ունեցեք, խորհրդարանը պիտի ունենա կոնսենսուսային բովանդակություն։ Այդ նշանակում է շահերի փոխադարձ մոտեցումներ, փոխզիջումներ, անպայման փոխզիջումներ եւ փոխզիջումների միջոցով համապատասխան որոշումների կայացում, երկրի զարգացում եւ այլն եւ այլն։ Հիմա սա կոչվում է նորմալ խորհրդարանական կյանք։ Որպես կանոն ես մի հեղինակ վկայակոչեմ, իտալացի հայտնի քաղաքագետ կա, պրոֆեսոր Սարտորի, հիշեք, կարող գուցե եւ մտնեք ինտերնետ ազգանունով գտնեք կարդակ եւ այլն, նա Իտալիայի եւ եվրոպական պարլամենտարիզմի քաղաքական պայքարի այդ փորձը ցույց տալով, օրինակները վերցնելով եկել է եզրակացության, որ ճիշտ կլինի, որ պարլամենտական երկրներում ինչպիսի մերն է, խորհրդարանում լինեն մոտավորապես 4-5, գուցե 6 կուսակցություններ։ Եվ դա շատ նորմալ կլինի։ Նորմալ կլինի այն իմաստով, որ այդտեղ կառաջանան աճեր, ծախեր, կենտրոնամետներ, ասենք լիբերալ աշխարհայացք ունեցողներ, քրիստոնեական արժեհամակարգ պաշտպանողներ, սոցիալիստներ, սոցիալ-դեմոկրատներ եւ այլն եւ այլն։ Եվ տվյալ երկիրը կունենա նորմալ խորհրդարան, որտեղ տեսակետների բախումները, որպես կանոն, դուք գիտեք, ծնում են ճշմարտությունները։ Սովորաբար ճշմարտությունը որտեղ է։ Ուրեմն տեսակետների առաջադրման, տեսակետների լուծման մեջ է։ Հասկանում եք ոնց է։ Հիմա այս բոլորը մենք հաշվի ենք առնում ու շարժվում ենք առաջ։ Ինձ թվում է, որ ճիշտը այն է, որ Հայաստանի Հանրապետության գործող, ուրեմն ավելի շուտ առաջացող նոր ազգային ժողովում ռուսական եւ օտար ուժեր առասարակ չպետք է լինեն։ Ռևանշիստներ, որոնք ձգտում են ռևանշի եւ այսօր էլ հայտարարում են, Քոչարյանը հայտարարեց, չէ, պատիժների մասին, նման ուժ, որը սպասարկում է Ռուսաստանի շահեր, սպասում է իր քրյա օլիգարխիկ շահեր եւ այլն, սրանք չպետք է լինեն, որովհետեւ այստեղ խմբավորված են որոշակի քանակով մարդիկ, որոնք ոչ միայն օրենքի հետ հարցեր ունեն, այլ որոշակի մասը նաեւ քրեական օրենսգրքի մաղով են անցնում։ Ուրեմն ճիշտ կլինի, որ հայ հանրությունը բերժի ընդգտնիշ եւ մենք ունենանք ազգային ժողով։ Եվ առասարակ ես ասեմ, որ ես կարծում եմ, որ Հայաստանում օտարի շահերը սպասարկող աճ կլինեն, ձախ կլինեն եւ այլն ուժեր չպիտի լինեն։ Այն պիտի լինեն Հայաստանակենտրոն, հայկական միտումով, իրար հետ բանավիճող, իրար հետ քննարկող տարբեր տեսակետներ եւ տարբեր շահեր ունեցող քաղաքական միավորներ։ Եվ սրանից միանշանակ Հայաստանի Հանրապետությունը որպես կանոն կշահի միանշանակ։ Այստեղ ինչ է նշանակում։ Ուրեմն ամփոփիչ մի բան ասեմ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն
Հիմա ըստ սահմանադրության եւ ըստ գործող կարգի ինչ որ կա, բացառապես այս վիճակում պարլամենտական հանրապետություն է, պարլամենտական է, սա նախագահական չի, կիսանախագահական չի եւ այլն եւ այլն։ Ուրեմն ասեմ, որ ժամանակի նախագահական համակարգը ճգնաժամ է ունեցել, մերժվել է, փոխվել է, կիսանախագահականը երկար ժամանակ Հայաստանում եղել է, ճգնաժամ է ապրել, մերժվել է եւ այլն, եւ մնացել է խորհրդարանական ինչ որ կա։ Խորհրդարանականի առավելությունն ինչ է։ Կամ առանձնահատկություն, եթե կուզեք առավելություն չասենք, առանձնահատկություն ասենք, որ խորհրդարանը ունենում է բազմակուսակցական կառուցված կամ պայմանորեն։ Եթե երկու կուսակցությունով է լինում, ասեմ, որ դա էլ է խորհրդարան, բայց այստեղ պարլամենտարիզմ եւ պարլամենտական կյանք չի կարող լինել։ Սա լինում է բախումնային, կոնֆրոնտացիոն, ինչը որ տեքստում եք, անպտուղ, իրար հետ անընդհատ այսպես հարցեր լուծող, բայց կյանքի հետ, պետության հետ քիչ առնչվող հարցադրումների փունջ, որը չի լուծում, տեսնում եք, ցույցեր, բոյկոտներ եւ այլն եւ այլն, մանավանդ եթե մի թևը ռևանշիզմ է։ Հայաստանը ունի ըստ էության մի երկու ուրեմն խմբավորված, երկու խմբավորում, մեկը պետականություն եւ նրա խնդիրները լուծել փորձող քաղաքացիական պայմանագիրն է, մեկ ռևանշիզմն է, որը հակադրված է եւ փորձում է իշխանափոխության հարց լուծել։ Տեսեք, նորից իշխանափոխության հարցն է գալիս։ Ուրեմն սա նորմալ բան չի։ Նորմալն այն կլինի, ես որ ասեցի, գոնե 5-3 գոնե կուսակցություններ լինեն, որտեղ այդ փոխհարաբերությունները կլինեն, բայց պարտադիրը պիտի լինի, որ սրանց մտահոգությունը, գործը եւ այլն, ոչ թե Ռուսաստանի շահեր պաշտպանելն է, այն էլ մի երկիր, որը ինքը այլևս չի հասկանում, թե իր շահերը որն են, Ռուսաստանի վիճակը տեսեք, այն պիտի պաշտպանվի եւ զարգացվի Հայաստանի Հանրապետության շահերը։ Հիմա շարժվենք առաջ։ Ուրեմն այստեղ այդ երկիրը, որը ունի լավ պարլամենտ, ենթադրենք, օրինակ ես որպես կանոն մոդելային քաղաքական կառուցվածք շատ օգտագործել եմ, օրինակը բերել եմ Գերմանիան, կարող ենք Ավստրիայի օրինակը վերցնենք, որտեղ նա էլ է պարլամենտական, կարող ենք Ֆինլանդիայի օրինակը վերցնենք, նա էլ է պարլամենտական, բայց երկիրը Շվեդիայի օրինակը, նա էլ է պարլամենտական, բայց ես ինչու ասենք չեմ ասում Ֆրանսիա, չեմ ասում այլ երկիր, որովհետև Ֆրանսիան կիսանախագահական է, իսկ իտալական քաղաքական կյանքը պարլամենտարիզմ է, բայց նա ունի շատ մեծ առանձնահատուկ վիճակ, մի օր դրա մասին խոսեմ։ Դրա համար գերատասել եմ այն որպես մոդել, միշտ գերատասում եմ այնպիսի մի պետության, որը շատ հաջողակ է, Գերմանիայի վերաբերյալ դուք գիտեք, որ իսկապես հաջողակ է, կասկած չկա, որը ունի լավագույն պարլամենտական կյանք եւ որտեղ կան մի քանի կուսակցություններ, իմ ասած տեսքով ձևով։ Երկու կուսակցություններ կան հիմնական Գերմանիայում, քրիստոնյա դեմոկրատական միությունը, ինչի մոդելի հիմքի վրա ես իմ ընկերների հետ ստեղծել եմ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը։ Նրան որպես քույր կուսակցություն Բավարիայի քրիստոնյա սոցիալական միությունն է, որը բազմականակ չի, ավելի քան քրիստոնյա դեմոկրատական միությունն է, բայց որը պահպանողական է, որը մշակութային է, որը քրիստոնեական արժեքների վրա է, տիպիկ գերմանական է։ Այնպես ինչպես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը Հայաստանում տիպիկ հայկական է, բառացիորեն տիպիկ հայկական է, որտեղ հայկական արժեքային համակարգի վրա է նպատակը Հայաստանն է, ինչպես որ քրիստոնյա սոցիալական միության նպատակը Բավարիան է իր Մյունխեն ուրեմն մայրաքաղաքով, իհարկե Գերմանիական ֆեդերացիայի կառուցվածքի մեջ։ Շարժվենք առաջ։ Ուրեմն այստեղ երկրորդ մասը ունի, այս երկիրն ունի նաև սոցիալ-դեմոկրատական, ավանդական կուսակցություն, դա շատ հայտնի, դեռևս ուրեմն սա Կարլ Կաուսկի, հիշեցնեմ 19-րդ դարից Բերնշտայնի եւ մյուսների սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է, որը սոցիալիստական է, բայց ծայրահեղ նացիստական երանգներ չունի, սոցիալիստական ծայրահեղություններ չունի։ Սա էլ ունի իր քույր կուսակցությունները խորհրդարանում, ազատ դեմոկրատներ եւ այլն, այսպես ավելի փոքր կուսակցություններ, որոնց հետ անհրաժեշտության դեպքում նա դաշինք է կազմում, միանում են, հեռանում են եւ Գերմանիայի քաղաքական կյանքը դուք տեսնում եք էվոլյուցիոն անընդհատ զարգացման փոփոխման վիճակում է։ Այդ դրա համար էլ ինձ թվում է, ես բազմաթիվ հետազոտություններ եմ արել, համեմատություններ եմ արել, որովհետև պետությունները մոդելներ են եւ որտեղ գրում են մոդելային զարգացումներ Հայաստանի Հանրապետության համար, ձեռնտու է գերմանական մոդելային զարգացումը։ Հիմա ես ձեզ մի անձնական զրույցից
մի բան դե ասեմ։ Ես ժամանակին կարծեմ երկու տարի կլինի, 2 տարի առաջ էր առիթ ունեցա ես իմ նախաձեռնությամբ հանդիպեցի Երևանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ռիխտերի հետ։ Մենք ունեցել ենք երկար զրույց ինձ հետաքրքրող հարցերի շրջանակում, որտեղ ես դիմել էի, հատկապես պետության կառուցվածքի, քրիստոնյա դեմոկրատական կուսակցության գերմանական եւ մեր քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության ուրեմն քաղաքական պլատֆորմի, տնտեսական առանձնահատկության, քաղաքականության, մշակութային հետաքրքրությունների եւ այլնի վերաբերյալ այսինքն զրույց ունենալ եւ ես ունեի կասկածներ տեսության եւ պրակտիկայի վերաբերյալ, որ փորձեցի պարոն դեսպանի հետ քննարկել եւ եզրակացություններ անել։ Ես ընդհանրապես սովորություն ունեմ, նկատի ունեցեք, որտեղ մենք միասին աշխատում ենք, հարցերի քննարկել նաեւ դիմացինի հետ, կարողանալ թացուչոր, ինչպես ասում են, ջոկել, հակասությունները հասկանալ, դրանց լուծումները գտնել։ Հիմա մենք շարժվում ենք առաջ։ Այս փորձը մենք արեցինք եւ պարոն Ռիխտերի հետ ես իրեն ներկայացրեցի, բացատրեցի, թե ինչու գերմանական մոդելը ձեզ եմ ասում, որովհետեւ մենք զարգացման գենեզիսային իմաստով, զարգացման աշխարհագրական դիրքի հարևանների հետ հարաբերության իմաստով շատ ու շատ բաներով մոդելային իմաստով նմանություններ ունենք եւ մշակութային ինքնության առումով ուրեմն շատ հետաքրքիր զուգահեռներ ունենք եւ բարձր որ ես բացատրեցի եւ ասի որ ինչպես եմ հասել այդ լուծումներին, ինչու եմ ստեղծել իմ ընկերների հետ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը որպես պարլամենտական բաց տիպի կուսակցության մոդել։ Ինձ դա գրավել էր։ Միշտ ինձ հետաքրքիր բան է եղել, այսպես փակագծով ասեմ ձեզ հայրենակիցներ։ Ինչու Գերմանիան ամեն անգամ երբ որ ջախջախվում է, իսկ դուք գիտեք որ երկու անգամ էլ նա գլխովին է ջախջախվել, հատկապես երկրորդ անգամ, անկախ են բանից թե իրենք արդար են եղել թե անարդար, ոտի են կանգնում։ Ինչու մենք մի անգամ հարվածը ստացել ենք եւ չենք կարողանում նորմալ ոտի կանգնել եւ մեր հայացքը անընդհատ ուրիշի դռներն է թե ով է մեզ հովանավորում։ Իսկ մի մացեք օրենքը քաղաքականության մեջ, եթե դուք հովանավոր եք որոնում, նա ձեզ ուզում է շահագործել, ձեր արյունը քամել մինչև այնքան, ինչքան ինքը կուզենա, ձեր ցանկություն նշանակություն չունի։ Եվ ահա Ռուսաստան-Հայաստան պատմությունների պատմությունը կարծում եմ որ դուք հիշեք ինչ որ ես ասել եմ։ Հիմա առաջ արժվենք։ Եվ ես այդ բոլոր օբյեկտիվ փաստարկներն ասեցի, մեր զրույցը անկեղծ էր, որտեղ ուրիշ շահագրգռություն չկար, գրեթե տեսականի նման մի բան էր։ Եվ ես ասեցի, ինքը հետաքրքրվեց, թե ես ինչ ճանապարհով եմ հասել այդ մոդելի եւ նրա իմաստավորման, զարգացման խնդիրներին, ես ասեցի, որ ժամանակին շատ եմ մտածել եւ գտել եմ Կոնրադ Ադենաուերի կերպարի մեջ, այսինքն այն առաջնորդի մեջ, կանցլերի մեջ, բունդեսկանցլերի, որը Հիտլերի եւ Գերմանիայի տապալումից հետո, ֆաշիզմից հետո կարողացավ շատ արագ հավաքել Գերմանիան, ստեղծել այն Գերմանիան, կարծում եմ ես հիմա մենք ունեմ ինձ ունգնդիր բարեկամներ, ընկերներ, օրինակ Արտուր եւ այլն, որոնք Գերմանիայում էլ ապրում են եւ գերմանական քաղաքական կյանքի իրենց հետ եմ շատերի հետ զրուցել, հավանություն են տալուս եւ այլն։ Ինչու այդ Գերմանիան կարողանում է ոտի կանգնել, մենք մի անգամ եւ այսպես ընկել ենք ու թավալգլոր ենք տալիս։ Ինձ համար դա շատ հարց է եղել։ Մի խոսքով ես անձին անդրադարձա, որովհետեւ տիպային անձ էր ավտորիտար որոշակի հագումներով, բայց Գերմանիա ստեղծած նոր Գերմանիա, որի նաեւ բարիքներ աշխարհն է այսօր վայելում, նաեւ մեր այն հայրենագիցներն, ովքեր այսօր գերմանաբնակ են, նաեւ նրանք, ովքեր ռևանշիստների բանակի մեջ են, շատ եմ ասել, չէ, այս հարուստների մասին Հայաստանի, ուրեմն դոլարները գրբանում, հիվանդանալուց անպայմանորեն Գերմանիա են վազում, բայց ոչ Ռուսաստան, ուրեմն խումար խաղալուց գնում են եվրոպական այդ փոքր պետություններ եւ իսկ ուտել խմելուց եւ վայելքի համար գնում են Փարիզ, բայց իրենք մեր ժողովրդին ուզում են անպայման ռուսական բրիչկային պահած բահել, սա տարօրինակ բան է։ Մի խոսքով, այսպես շարունակեմ, Գերմանիան այն է, ինչ որ կա, եւ կարծում եմ, որ օրինակելի երկիր է, իմաստով նույնը ասեմ մեքենաների վերաբերյալ, չէ, ցանկացածս գիտենք, որ գերմանական Mercedes եւ այլ մեքենաները շատ ավելի կատարյալ են, քան մնացածներն են։ Չի կարասնեմ Գերմանիայի ուրեմն ռեգլամով չզբաղվեմ։ Այս խոսակցության պահին պարոն Ռիխտերը ինձ մի լրացում արեց, ասեց այդ բոլորը ճիշտ է, բայց ասեց քիչ է։ Ինձ համար հետաքրքիր էր թե ինչն է, որ բարոն Տեսփանին
իմ առաջարկի մեջ լրացում է առաջացնում, որովհետև ինք ասեց մի բան, այո ասեց, որ Ադենաուերը խոշոր քաղաքական գործիչ է, որ կենսագրություն ունի, որ Գերմանիային առաջնորդել, այդ բոլորը ճիշտ է, օքեյ, բայց ինք ասեց մի բան, ասեց գիտեք Գերմանիայի հաջողության նաև բանալին հիմնական գրավականներից մեկը գերմանական պարլամենտարիզմն է, Բունդեսթագն է, ուրեմն այն Բունդեսթագը, որտեղ գործում են գերմանական կուսակցությունները, ասեմ հետևյալը, որն ասեց ընտրությունների ճանապարհով ձևավորվելով, միշտ ձևավորվում է միշտ դա մեխանիզմի առումով ավելի ճկուն, ավելի կազմակերպված եւ պարլամենտարիզմի կյանքով շատ հարուստ ուրեմն որպես քաղաքական կառույց այսպես։ Մի խոսքով մենք եկանք եզրակացության եւ այդ եզրակացությունը իմ մեջ իհարկե ես այս ճշգրտումները իմ ընկերներին հետո փոխանցել եմ, զրուցել եմ, իմ մեջ իմաստավորել եմ, այսօր ձեզ առիթ եղավ ասելու, որ այդ մոդելային պետությունը ճիշտ է ճանապարհ անցնելու համար։ Խոսքը արտագրելու մասին չի, խոսքը Գերմանիան Հայաստան տեղափոխելու կամ Հայաստանը Գերմանիա տեղափոխելու մասին չի, այսպես ասեմ։ Դուք որոշել եք խոշոր, ասենք, ավտոմեքենաշինական գործարան կառուցել, ուրեմն ինչ եք անում, դնում եք աշխարհում, տեսնում եք, որ մեքենաներն են շատ ավելի արդյունավետ, Mercedes, Hyundai, Ford, չգիտեմ ինչ եւ այլն, բարձ է որ ընտրությունը պիտի կանգնեցնեք նրա վրա, որ ավելի կատարյալ է։ Իմ կարծիքով գերմանական մոդելը մեզ համար շահավետ է եւ ուրեմն մոդելային է։ Հիմա սա այսքանով ավարտենք, ահա ինչու։ Մեզ ինչ է պետք, ամփոփում եմ խոսքս։ Մենք ունենք պարլամենտ։ Պարլամենտը ունեցել նաեւ սովետական միությունը, գերագույն խորհուրդ, բայց այնտեղ չի եղել պարլամենտարիզմ, բանավեճ, տեսակետի քննարկում, գաղափարախոսական մոտեցումներ, իսկ Հայաստանում պատերազմից հետո հատկապես եղել է կոնֆրոնտացիա, ինչ-որ սաբոտաժ պետականության, ինչ-որ տեսնում եք, իսկ Սերժ Սարգսյանի ձևավորած եւ դրանից եղած ուրեմն առաջվա խորհրդարանը դուք հիշում եք, ինչ էին ասում, լրագրողները շատ լավ էին հիշում, երբ որ Սերժ Սարգսյանը Հայաստանում քրեավոլիգարխիկ անհատներին վերցրեց եւ լցրեց խորհրդարան, այդ խորհրդարանը սկզբից մամուլում տարածվեց, դարձավ պպզողների հավատատերի, այդպես էլ ասում էին, ես չեմ վարկաբեկում, այսինքն իմ ասած իմաստն այն է, որ մենք որոշակի ճանապարհ ենք անցել, պետության կայունությունը շատ ավելի առաջ է գնացել, տնտեսական եւ այլ հաջողությունները որոշակի կան, չնայած խնդիրներ շատ կան նաև ձևավորված կամ ձևավորվող կուսակցություններ։ Մենք կարող ենք թույլ տալ, ուրեմն Հայաստանում ակնկալել, որ մենք ունենանք նոր ազգային ժողով առանց ռսական հատվածի, առանց օլիգարխիայի, առանց Ղարաբաղյան կլանի տիրույթի տակ գտնվող շահերի խմբերի, մենք ունենանք անկախ Հայաստանի լավագույն խորհրդարան, որը ստարտային վիճակ կապովի պետականության զարգացմանը հետագա վիճակով։ Ուրեմն ասելիքիս իմաստն է, այդ դեպքում հետևյալն է խնդիրը, որ մենք պետք է կողմնորոշվենք ճկուն մեխանիզմներ առաջացնել, այն կոնֆրոնտացիոն վիճակը թույլ չտալ, դա կարող է լինել։ Հասկանում եք ոնց այդ վտանգը այսօր կա։ Ուրեմն դրա համար ինչ են պետք, նաև պետք են նոր աճող կուսակցություններ, որոնք բնական է, որ վարչապետի տեղի համար չէ որ պիտի պայքարեն, չնայած խոսակցության մեջ օրենքով դա կանեն, այլ կպայքարեն պարլամենտարիզմի եւ պարլամենտում այդ ճկունությունը քաղաքական ներկայություն ապավելու համար։ Ուրեմն սրանով ավարտեմ հետեւյալը։ Ասեմ հետեւյալը, ուրեմն ես կանդրադառնամ այս հարցերին աստրանաբար ինչ կամ գործ առաջ կգնա, իմ եւ կուսակցության համար համոզումների բացարձակապես ուրեմն վերջվճռված հարց է, որ այդ մոդելը, այսինքն Mercedes-ը շատ ավելի կատարյալ է, քան նույնիսկ ամենալավ Hyundai-ը։ Ուրեմն այստեղ վեճ չկա, հետևաբար մենք պետք է կլինենք անխելք, եթե ուրեմն լավագույնի հետևից չենք գնա, կգնանք միջինի հետամնացի հետևից, այսինքն այսպես ասեմ, ուզում եք սովետական Զապորոժեց եւ Մոսկվիչ գնացեք իր հետևից, բայց կարծում եմ այդ ցանկությունը բացի ռևանշիստներից ոչ մեկը չունի։ Հիմա երկրորդ հարցը կա, որ ուզում եմ անդրադառնամ եւ ձեզ չհոգնեցնեմ։ Երեք գիտեք, որ առաջադրվել է Հայաստան դաշինքի կողմից Քոչարյան Ռոբերտը եւ նա ինագուրացիոն պայմանական ճառում հայտարարել է, որ պատժելու է։ Սա նշանակում է չպիտի ընտրեք։ Ուրեմն սա մարտի 1-ի մասին է խոսքը, պատիժների մասին է եւ նույնիսկ ասում է ինքը պատժելու է, մինչև չպատժի չի հանգստանալու։ Ես իշխանություններին առաջարկ ունեմ։ Այս մարդու վերաբերյալ այնքան հանցանքներ կան դատարաններում, պատժեք, վերջացրեք,
վերցրեք եւ քարտ տվեք դատարաններ եւ մնացած հարցերը լուծեք։ Եվ այս չի կարելի Հայաստանի այս արնական եղած վիճակը, պատերազմից այս տառապյալ վիճակը վերածել սրա ողադալության, ուրեմն հաղթահանդեսի միջավայրի։ Ես վստահ եմ, որ մեր քաղաքացին ձայն չի տալու, բացի իրենց հարազատներից եւ այլն, իրեն պատժելու է քաղաքացին, եթե իշխանությունը չպատժի ձայները մերժելով։ Հիմա, բայց հարցը հետեւյալն է, մենակ ինքը չի։ Ասում են, ով է սովորաբար այդ ռևանշիզմի ռուսական սեգմենտի տեխնազունով է, տեսեք, մեկը ինքն է, պատժելու է, մյուսը գրանցում չունեցող Սամվելն է, Կալուգայի պրարաբը, որ եկել է եւ այսօր ուրեմն գրանցում չունենալով պիտի պատժի մեզ, որպեսզի ունենա խորհրդարանում 80%, որ խորհուրդ չգիտեն ինչ է, ֆոկուսնիկներ են։ Ուրեմն եւ այսպես շարքը ռուսական սեգմենտում գնում է եւ արտաքինից թվում է, թե այս միաձուլ կառույցը ձայների ահռելի մեծամասնություն է ստանալու։ Ես կարծում եմ չի ստանալու, որպեսզի միջին եւ չունևոր քաղաքացին չպատժվի, նա պետք է սրանց պատժի, ձայն չտալով։ Հիմա ով է իրենց տեխնազում, կռիվը շատ է։ Իրենք մեկը մեկին ով ում բարեկամնեց, ասում են սա է X-ը, Y-ը, Z-ը։ Ես դες հավատացնում եմ, որ իրենցից ոչ մեկը չգիտի։ Միակ մարդը, որ գիտի, ով է ռուսական սեգմենտի տեխնազում վարչապետի, դա Կոպիրկինն է, որ չի ասում։ Ռուսաստանի դեսպանը, եթե իհարկե Կիրիենկոն Կոպիրկինին ասել է, ով է Կրեմլի տեխնազում։ Ուրեմն իրենք կարող են մրցել հասնացուի տեղի համար 1000 մի ձևերով քաղաքական, բայց բնականաբար իրենցից ոչ մեկը չգիտի։ Օրինակը բերեմ, օրինակ, Պակո Սահակյանը ընդհանրապես չգիտեր, որ Արցախը հանձնելուց հետո ինքը Պուտինի կողմից գործուղվել է Բաքու։ Գիտեր, չգիտեր, իրենք էլ չգիտեն։ Այս է հարցը, ինտրիգան այստեղ է։ Դիմեք Կոպիրկինին, Լևոն Տեր-Պետրոսյանին եւ շարժվեք։ Լևոն Տեր-Պետրոսյանը թող խնդրի Կոպիրկինին, Կոպիրկինը Կիրիենկոին, Կիրիենկոնը Կուզիկասի, չուզի չի ասի։ Ես վստահեցնում եմ, որ ընտրությունների նախօրյակին հավանաբար մի կույս կհայտնվի, քաղաքական իհարկե երևի, որը չի լինի սրանցից ոչ մեկից կամ էլ սրանք չգիտեմ ինչ, ուզում եմ ասել, որ այստեղ ինտրիգան մնում է, մրցակցությունը մնում է, բայց պիտի նկատի ունենանք, որ այստեղ սպეციფიკա կա, որն է կա։ Սրանք իրար ատելով շատերը համախմբված են լինելու տեխնազուի հարցով, որտեղ Մոսկվան վերջում ում էլ ներկայացնի, նաև լինելու է իրենց տեխնազուն։ Ուրեմն բարի գիշեր ձեզ, շատ մտահոգվեք, ձեր մտահոգությունը ունի մի լուծում։ Գնում եք ընդրատեղամասեր եւ քվեարկում եք մեր օգտին, ՔԺԿ-ի եւ մնացածների օգտին։ Եվ այստեղ հարցը փակվում է։ Բարի գիշեր ձեզ։